Սիրելի եղբայրներ, աղոթքից առաջ ես ուզում եմ մի տեղ կարդալ, որից հետո կաղոթենք։ 25 Սաղմոս 8-րդ խոսք։ Տերը բարի եւ ուղիղ է, անոր համար մեղավորներին կսորվեցնե ճամփան։ Տերը բարի եւ ուղիղ է, անոր համար մեղավորներին կսորվեցնե ճամփան։ Ինչ ճամփայի մասին է խոսքը, եղբայրներ քույրեր։ Ճանապարհներ շատ կան, բայց Տերը կսովորեցնե ճամփան, այսինքն խոսքը այստեղ եզակի մի ճանապարհի մասին է խոսում։ Որ ճանապարհի մասին, այն ճանապարհի, որ տանում է դեպի երկինք, որ տանում է դեպի մի քաղաք, որի ճարտարապետն ու արարիչը Աստված է։ Բայց ում է Տերը սովորեցնում այդ ճամփան, այդ իր ճամփանում է սովորեցնում։ Գրված է, որ Տերը բարի եւ ուղիղ է, եւ մեղավորներին կսովորեցներ ճամփան։ Ինչի՞ չի ասում արդարներին կսովորեցնի, այլ ասում է մեղավորներին կսովորեցներ ճամփան։ Պարզ է, եղբայրներ քույրեր, մեղավորները սովորել, արդարները սովորելու կարիք չունեն, նրանք արդեն արդար են։ Բայց նա, ով որ զգում է իր մեղքը, զգում է իր մեղավորությունը, ճանաչում է իրան որպես մեղավոր, Տերը նրան իր ճամփան է սովորեցնում։ Ուզում եք, որ Տերը իր ճամփան մեզ սովորեցնի, ուրեմն մենք պետք է գիտակցենք, հասկանանք, որ Տիրոջ առաջ խիստ մեղավորներ ենք։ Եվ միայն Քրիստոսի արյունով է, որ մենք արդարացել ենք։ Աստված օրհնի եղբայրներ քույրեր, շատ անգամ մարդիկ մեղքը, եթե մարդուն հարցնես, մեղքը այսպես են պատկերացնում։ Ինչ-որ բաներ, որ չեմ արել, չեմ ծխել, չեմ գողացել, չեմ հայհոյել, չեմ շնացել, այսինքն ինչ-որ ցուցակ են բերում, որ այդ բաները չի արել, ուրեմն արդար է։ Բայց բուն մեղքը դրանում չի կայանում, եղբայրներ քույրեր։ Բուն մեղքը Քրիստոսին կյանքին մերժելու մեջ է։ Ահա կյանքն ու մահը քո առջև է, կյանքը ընտրի, որ ապրես, կյանքը Քրիստոսն է։ Այսինքն Քրիստոսի խոսքը այսօր որ քո առջև է, դու այդ պիտի ընտրես, ամեն քո քայլում, ամեն քո որոշումների մեջ Տիրոջ խոսքը պիտի ընտրես, որ ապրես։ Եթե դու մերժում ես Տիրոջ խոսքը, քո սրտի ճամփեն ես ու ընտրում, դու գնում ես դեպի մահը։ Եղբայրներ քույրեր, ուրեմն բուն մեղքը կայանում է դրանում, որ մենք Տիրոջը մեր առօրյա կյանքում, մեր գործողությունների մեջ մերժում ենք շատ հաճախ։ Ինչպես ենք մերժում։ Եթե ես Աստծո խոսքը թողում եմ եւ իմ սրտի ուզածն եմ անում, դա ի՞նչ է նշանակում։ Վախենալով ինչ-որ բաներից, վախենալով, որ աշխատանքից կզրկվեմ, վախենալով, որ, չգիտեմ, ասենք ինձի կծաղրեն, կարհամարեն, կծեծեն, եթե ինչ-որ բաներ մեզ վախեցնում է, բայց միթե Տիրոջ խոսքը չի վախեցնում մեզ, Տիրոջ երկյուղը մեզ չի վախեցնում։ Եթե մեզ ինչ-որ բաներ վախեցնում եւ մենք Տիրոջ խոսքը չենք անում, նշանակում է եղբայրներ, մենք այդ ճանապարհը չենք սովորի։ Դու կարող ես ճանապարհի կողքին լինես, բայց երբեք այդ ճանապարհով չգնաս։ Թող Աստված օգնի։ Եկեք հասկանանք, որ մեր սրտի մեջ մենք չպետք է մերժենք Քրիստոսին, ասենք չպետք է մերժենք նրա խոսքը առօրյա կյանքում։ Օրինակ, եթե մեկը փող է ուզում քեզանից, դու ասում ես գնա վաղ արի, կամ չես տալիս, դու ունես հնարավորություն տալու, բայց չես տալիս, դա նշանակում է դու մերժեցիր Աստծո խոսքը։ Եթե մեկը սոված է ու դու կարող ես իրան հաց տալ ու չես տալիս, դա նշանակում է դու ինչ արեցիր, դու Աստծո խոսքը մերժեցիր։ Եթե մեկը ծարավ է, թեկուս հոգու ծարավ, թեպես այնպես ծարավ, եթե դու չես տալիս այդ բանը, ծարավին ջուր չես տալիս, Աստծո խոսքը մերժում ես։ Եթե չես սիրում անգամ քո թշնամուն, Աստծո խոսքը մերժում ես։ Եթե քեզ հալածողի համար դու աղոթ չես անում, Աստծո խոսքը մերժում ես։ Դրա համար եղբայրներ քույրեր, Աստծո խոսքը կենդանի է եւ զորեղ եւ ամեն մի երկսարի սրից ավելի կտրուկ։ Եկեք հասկանանք եղբայրներ քույրեր,
որ Տերը մեզ կսովորեցնի իր ճամփան, եթե մենք հասկանանք, որ մենք գիտակցենք, որ մենք մեղավոր ենք։ Բայց եթե մենք անհոգ մնանք, ասենք դե ինչ կա որ այս պատվիրանները շատերը բան կատարում են, ով է ինձանից լավը։ Կարող է մի 5 հոգի լավն են, բայց մի 100 հոգի էլ վատն են։ Թող Աստված օգնի եղբայրներ քույրեր, որ միշտ մենք Աստծո առաջ տեսնենք մեր ներսը, տեսնենք մեր էությունը եւ Տիրոջ ասենք Տեր, սովորեցրու քո ճամփան մեզ, որովհետեւ դու բարի եւ ուղիղ ես։ Այո, բարիա դրա համար է իր ճանապարհը սովորեցնում։ Եվ վերջում ասեմ ենք եղբայրներ քույրեր, Տերը ինչ ասեց. դուք մի վախեցեք նրանից, որոնք մարմինը կսպանեն եւ անկե ավելի բան մը ընել չեն կարող։ Հապա դուք ումից պիտի վախենանք։ Նրանից վախեցեք, որոնք մարմինն ու հոգին մեկտեղ կերնի մեջ կորսեցնեն։ Տեսեք ինչ ասում, մի վախեցեք նրանից, որոնք մարմինը կսպանեն եւ անկե ավելի բան մը ընել չեն կարող։ Այսինքն մարմնի սպանությունից ավելի չեն կարող, այսինքն այդ ինչ այնքան թեթև է Տերը ասում ես, որ մեզ թվում է մարմնի սպանությունը ամեն ինչ վերջացավ, բայց Տերը ասում է նրանից ավելի ոչինչ անել չեն կարող։ Աստված օգնի եղբայրներ քույրեր։ Հիմա քանդվում է աշխարհի հիմքերը։ Աշխարհը ինչ որ Տերը ինչ հիմքեր որ դրել է կյանքի եւ աստվածապաշտության աշխարհում քանդվում է։ Դրա համար Սաղմոս 11-րդ խոսքում ասում է. եթե հիմքերը քանդվեն, արդարը ինչ պիտի անի։ Այսօր քանդվում են այդ հիմքերը, ինչ պիտի անի արդարը։ Պիտի ավելի մոտենա Տիրոջը, պիտի ավելի հաստատվի, ուրիշ ճանապարհներ չպիտի փնտրի։ Արդարը պիտի փնտրի միայն Տիրոջ երեսը։ Հիմքերը քանդվում են, Սատանան իր գործը կատարում է, բայց նրա վերջը շուտով կմոտենա, փառք Տիրոջը։ Աստված օգնի, որ մեր երեսը ավելի դարձնենք Տիրոջը, ավելի ամեն մի քայլի մեջ զգուշանանք, որ Տիրոջ խոսքը կատարենք։ Եկեք կանգնենք աղոթքի, խնդրենք Տիրոջը, որ Տերը մեզի սովորեցնի իր ճամփան։ Երկերկոցից կարդում ենք 5-րդ գլխի 6-րդ համարից։ Հարսը փնտրում է Փեսային։ Եվ իմ սիրեկանս բացի, ես իմ սիրեկանից բացի, բայց իմ սիրեկանս քաշվել գացել էր։ Երբ անիկա կխոսեր, իմ հոգիս նվաղեցավ։ Զանիկա փնտրեցի, բայց չգտա։ Զանիկա կանչեցի, բայց ինձի պատասխան չտվավ։ Քաղաքի մեջ պտտող պահապանները զիս գտան, զարկին վիրավորեցին զիս։ Պարասպին պահապանները քողս վրայից վերցուցին։ Ով Երուսաղեմի աղջիկներ, ձեզ կերթմցնեմ, եթե իմ սիրեկանս գտնեք, անոր պատմեք, որ ես սիրով կնվախի։ Փառք Տիրոջ եղբայրներ քույրեր։ Հարսը փնտրում է Փեսային։ Այդ փնտրությունքի ընթացքում վիրավորում են հարսին։ Պահապանները նրան զարկում են, վիրավորում են, բայց հարսը շարունակում է փնտրել։ Եվ ասում է, ով ձեզ Երուսաղեմի աղջիկներ, ձեզ երթացնում եմ, եթե իմ սիրեկանից գտնեք, ասեք նրան, որ ես սիրով նվաղել եմ։ Երանի թե մենք սիրով նվաղենք մեր Փեսայի համար, Հիսուսի համար։ Երանի թե Տեր Աստված մեզ տա, որ ամեն ժամանակ մենք փնտրենք, թեկուզ մեզ վիրավորեն, թեկուզ մեզ պահապանները մեր վրային վերցնեն ամեն բանը, զրկեն մեզ ամեն ինչից, բայց մենք ասենք Տեր, ես քո սիրո պատճառով նվախել եմ։ Փառք Տիրոջ եղբայրներ, եկեք աղոթք անենք, ասենք Տեր, մեզ էր սովորեցրու, մեզ հետ էլ հանդիպում արա, որ մենք սիրով նվաղենք, որ մեր սիրտը նվաղի քո սիրուց։ Աղոթենք սրա համար, եղբայրներ քույրեր,